Դուք գիտեք, հարգելի ընկերներ, թե ինչ դրամատիկ տարի էր հայ ժողովրդի համար 99 թվականը։ Տեղի ունեցավ պարլամենտի սպանդը եւ այդ նույն օրը հայտարարվեց նոր կաթողիկոսի անունը։ Ուրեմն հոկտեմբերի 27-ի վերաբերյալ շատ անգամներ եմ խոսել, մի անկյունակարային դրվագ կա, որի մասին լռում են համարյա բոլորը։ Դա Դեմիրճյանի ընտանիքի փաստաբանի հայտարարությունն էր 2019 թվականին, քանի որ 20 տարի անցել էր արդեն դեպքից եւ գաղտնիության ռեժիմի փոփոխություն էր տեղի ունեցել եւ ինքը հայտարարեց, որ Նայիրի Հունանյանը աշխատել է ազգային անվտանգության ծառայության հետ, ասել է թե եղել է ազգային անվտանգության ծառայության գործակալ եւ այս հանգամանքը ոչ մի կերպ արձագանք չգտավ Հայաստանի Հանրապետության թե քաղաքական, թե մեդիա դաշտում։ Բնական է, քաղաքական եւ մեդիա դաշտը կառավարում են նույն մարդիկ եւ իրենց դա պետք չէր։ 99 թվականի հոկտեմբերի 27-ին նաեւ ուրեմն հայտարարվեց նոր կաթողիկոսի անունը։ Բազմաթիվ վկայություններ կան առայն, որ այդ ընտրությունների ելքի վրա ազդել է Հայաստանի Հանրապետության այն ժամանակվա վարչապետ Վազգեն Սարգսյանը։ Բազմաթիվ են վկայությունները։ Եվ կան նաև վկայություններ առայն, որ այդպիսի բան տեղի չի ունեցել։ Եվ հիմա հասկանալու համար, թե որն է ճիշտը, պիտի ուղղակի նայել պատմական կոնտեքստը։ Վազգեն Սարգսյանը այդպիսի այլանդակություն կարող է իրեն թույլ տալ, թե ոչ։ Իմ կարծիքով կարող էր։ Իմիջիայլոց ես չեմ ասում, որ տեխնացուներից մեկը, ով դարձավ Գարեգին Բ, ինքը վատն է եղել, ինքը լավն է եղել, ես ընդամենը ասում եմ նրա մասին, որ եղել է ուղիղ ազդեցություն եւ ինչն է շատ կարեւոր այս համատեքստում։ Փաշինյան Նիկոլը օր ու գիշեր ամենավերջին հայտարարություններն է անում կաթողիկոսի հասցեին, ամենավերջին, էլ կին ունի, էլ սիրուհի ունի, էլ երեխա ունի, էլ բիզնեսներ ունի, էլ սրպապիղծ է, ամեն ինչ ասում է։ Բայց դա չի անդրադառնում այդ ընտրություններին։ Ինչու՞։ Որովհետև հետքերը տանում են դեպի հանրապետական կուսակցություն, որովհետև հետքերը տանում են դեպի Վազգեն Սարգսյան, հետքերը տանում են դեպի Արամ Սարգսյան։ Իսկ Արամ Սարգսյանը ընդամենը մի քանի տարի առաջ էր մեր տանը վեր ընկած, ինձ խնդրում էր, որպեսզի ես դրսևորեմ որոշակի զսպվածություն, որովհետև Արամ Սարգսյանը իր գործընկերն է։ Դրա համար է այսօր ամեն ինչի մասին խոսող, ամեն ինչի մասին կարծես թե խոսող Նիկոլ Փաշինյանը լռում այդ առերևույթ խայտառակագույն ընտրությունների մասին։ Հիմա ասում են, որ զեկույց են պատրաստում եկեղեցու վերաբերյալ, տեսնենք այդ զեկույցում այդ թեմային անդրադարձ կլինի, թե չի լինի։ Ես կասկածում եմ, որ այդ թեմային կարող է անդրադարձ լինել։ Ինչ է, հիմա մի տեր դուրս կգա, կսկսի հիմնավորել, ինչ է, Դանիելի մարգարեություններում էր գրված, որ կայսրությունը պիտի փլուզվի, պիտի երկրի առաջնորդ դառնա Դավալեցի մի ֆիզկուլտուրնիկ եւ ինքը պիտի ասի, թե ով պիտի հետագայում դառնա այս ազգի հովվապետը։ Դա մարգարեություններում է գրված եղել։ Ընդհանրապես մենք քրիստոնեությանը վերաբերվում ենք շատ հետաքրքիր կերպ։ Կա մի մասսա, ով ասում է Քրիստոսին ասում է ջհուդի զավակ, բան, շատ արհամարական։ Շատ են այդպիսի մարդիկ։ Կա մարդկանց մի խումբ, բավական էլի մեծ, ովքեր սա էլ մեկ այլ ծայրահեղություն է, որոնք համարում են Քրիստոսին հայ։ Քրիստոսը հայ եղել,
հայերեն է քարոզել, արամերեն է քարոզել, այսինքն հայերեն է քարոզել, այս մարդկանց թվում է, եւ սրանք ծայրահեղություններ են։ Հազարների, տասնյակ հազարների մասին է խոսքը եւ Քրիստոսի վարտաբետության տոտալ մերժում։ Բայց քրիստոնեությունը առաջինը ընդունած որպես պետական կրոն առաջինն ընդունած ազգն է։ Ուրեմն նաև երեք մի հարցի մասին եմ ուզում ես խոսել։ Երեք ինքնիշխանությունից էր խոսում, ասում եմ մենք ինքնիշխան ենք դարձել, մենք անկախ ենք դարձել, մենք կամ այդ ճանապարհին ենք։ Ուրեմն 19-րդ դարում տեղի ունեցած օպիումային պատերազմների չինացիների համար վատ ելքից հետո բրիտանացիները պահանջեցին, որպեսզի տարբեր պահանջներ կար, երկու հիմնական պահանջեր, որ նրանք պիտի շարունակեն բրիտանական կազմակերպություններից օպիումներ գնել, թունավորելով իրենց ժողովուրդը ըստ էության, եւ երկրորդ պահանջը հետեւյալն էր առաջին հայացքից անմեղ չպիտի վարեք բյուջետային հավասարակշռված քաղաքականություն, իսկ ինչ է նշանակում բյուջետային հավասարակշռված քաղաքականություն, երբ ծախսերը համապատասխանում են մուտքերին եւ դեֆիցիտը անհավասարակշռված քաղաքականության պարագայում դեֆիցիտը մենք կֆինանսավորենք, դեֆիցիտը պիտի ֆինանսավորեն բրիտանացիները։ Ահա այդպես բրիտանացիները կախվածության մեջ գցեցին չինացիներին, Չինաստանը։ Եվ այս պատմությունը եւ այսպիսի պատմությունները հին են ինչպես աշխարհը, պարտքերի միջոցով, թե պետություններին, թե մարդկանց կախվածության մեջ գցելը։ Իմիջիայլոց վերջերս եւս մեկ անգամ սրա մասին եմ ուզում խոսել այս թեմայի մասին, թեմայի իշարունակություն այս թեմայի, երբ Պետրոս Ղազարյանը Խաչատուր Սուքիասյանին ասում էր ժողովուրդը վարկերի տակ է, Խաչատուր Սուքիասյանն ասում էր 7 տրիլիոն 300 միլիարդ դրամ վարկերի տակ է, այսինքն կախվածության մեջ է բանկային համակարգից, ասում է 7 տրիլիոն 300 միլիարդ դրամ ավանդներ կան Հայաստանում եւ 7 տրիլիոն 500 միլիարդ դրամ վարկեր։ Տեսնում եք, ասում է համադրելի թվեր են, բայց Խաչատուր Սուքիասյանը չի ասում, չի համեմատում վարկառուների եւ ավանդատուների թվերը։ Ես կարծում եմ, որ Խաչատուր Սուքիասյանը բավականին ինտելեկտ ունի, սակայն չի ասում, այսինքն այս հարցի վերաբերյալ իրեն դնում է էշի տեղ, թե ինչպես է հայ բանկիրները, ինչպես են հայ բանկիրները, հայ քաղաքական էլիտան հայ ժողովրդին գցել կախվածության մեջ։ Իմիջիայլոց այս թեմայի վերաբերյալ ես հիմա կարող եմ նույնիսկ գիրքը ցույց տալ այս թեմայի վերաբերյալ Տոմա Պիկետին հրաշալի այս կրատկա իստորիա ռավենства այս գրքում հրաշալի ներկայացնում է, գլուխ ունի այս թեմայի վերաբերյալ եւ ես խորհուրդ կտամ հենց Փաշինյան Նիկոլին կարդա մինչև անկախության մասին, ինքնիշխանության մասին պարլամենտում իր բարբաջանքները կարդա հասկանա թե ինչպես են մարդիկ ընկնում եւ պետությունները ընկնում ուղիղ կախվածության տակ եւ հետո նոր խոսի Հայաստանի Հանրապետությունը անկախ է, անկախ չի, Հայաստանի Հանրապետությանը դեֆոլտ սպառնում է, թե դեֆոլտ չի սպառնում։ Եվս մեկ անգամ պիտի հիշեցնեմ, որ ուրեմն մոտավորապես 3 տրիլիոն է բյուջեի ծախսերը, այդ 3 տրիլիոնից 400 միլիարդ դրամը, 3 տրիլիոն դրամի մասին է, 400 միլիարդ դրամը, մեկից ավել միլիարդ դոլար մենք պիտի վճարենք միայն պարտքերի տոկոսների համար, ոչ թե մայր գումարի, այլ տոկոսների համար։ Կարդա Փաշինյան Նիկոլ Տոմա Պիկետի, կարծում եմ քեզ պետք կգա։ Եվ քանի որ այստեղ գրքերից ես խոսեցի, ճիշտ ասած չէ բան արել, որ գրքերից պիտի խոսեմ, այսպիսի մի հրաշալի գիրք կա, հեղինակները Զիգմունդ Ֆրեյդ եւ Ուիլյամ Բուլիտ, Զիգմունդ Ֆրեյդին ներկայացնել կարծում եմ։ Պետք չէ Ուիլյամ Բուլիտը եղել է Վիլսոնի ուրեմն
ադմինիստրացիայի ներկայացուցիչի Փարիզյան խաղաղ կոնֆերանսի ժամանակ, այսինքն երկու մարդ, ովքեր պրոֆեսիոնալներ են եւ մեկը ուղիղ աշխատել է իր աշխատակազմում Վիլսոնի եւ շատ լավ գիտի թե ով է նա, նրանք գրել են այս գիրքը Թոմաս Վուդրո Վիլսոնի հոգեբանական պորտրետն այսպես ասած ներկայացել եւ եթե ես ընդամենը մի մեջբերում անեմ այս գրքից ինչու եմ այս գրքից մեջբերում անում, որովհետև 100 տարի անց Հայաստանի ժողովրդին դեռ Վիլսոնի իրավար վճռով մոլորեցնող մարդիկ կան։ Հիմա ես գտնեմ։ Կներեք, էջը գտնեմ։ Ասում են մշտապես ասում է Ուիլյամ Բուլիտը Վիլսոնը նման էր նրան թե ինչպես է ուզում անել լավը, բայց միշտ ստացվում է վատ։ Ֆաուստյան այդ հերոսի Մեֆիստոֆելին ուղիղ հակառակ նա ուզում էր վատ աներ, բայց լավ էր ստացվում, այս հանձնավորությունը մշտապես ուզեցել է անել լավը, բայց ստացվել է միշտ վատ։ Բացարձակապես չի տիրապետել միջազգային քաղաքականությանը։ Բացարձակապես, ասում են նման էր մի բժշկի, ով ցանկանում է իրականացնել վիրահատություն աչքի, բայց ընդհանրապես աչքի կառուցվածքից տեղյակ չի, бацарзакапес, ասում է, когда мы уже отмечали духовная жизнь Вилсона всегда была привязана к США и Англии. Он оставался удивительно невежественным в вопросах европейской политики, географии и национального состава. Даже после произнесения им величественных речей, посвященных международным событиям, его знание европейского континента оставалось элементарным. Он прекрасно говорил, но часто не понимал значения собственных слов. Направляясь на мирную конференцию, Вильсон сказал, что намеревается отдать Богемию Чехословакию. Когда его спросили, каким образом он собирается поступить с 3 миллионами немцев, проживающими в Богемии, он ответил: 3 миллиона немцев в Богемии. Любопытно, Масарик никогда не говорил мне об этом. На одном из обедов в Белом доме в феврале 2016 года разговор зашел о евреях. Вильсон настаивал на том, что еврейское население составляет по крайней мере 100 миллионов человек. Когда ему сказали, что их меньше 15 миллионов, он послал за альманахом мира, и даже после того, как увидел эту цифру, с трудом мог поверить, что ошибся. Он отдал Южный Тироль Италии, так как не... Он отдал Южный Тироль Италии, так как не знал, что южнее перевала Бреннера жили австрийцы немецкой крови. Այսպեսի բազմաթիվ դրվագների մասին են պատմում Վիլսոնի վերաբերյալ, ինչ իմանար Ուիլյամ Բուլիտը կամ Ֆրեյդը, որ 100 տարի անց, այս գիրքը գրվել է իհարկե ավելի ուշ, դեպքերից 100 տարի անց պիտի լինեն մարդիկ, ովքեր Վիլսոնի հայտարարություններով, Վիլսոնի վճռով, Վիլսոնի քաղաքականությամբ պիտի շարունակեն մոլորեցնել, առանց այդ էլ մոլորված մի ժողովուրդ։ Ես վստահ եմ, որ այս հողի վրա արև բացվելու է, ես վստահ եմ, որ հանցագործություններ իրականացրած մարդիկ իրենց արածի համար պատասխանատվություն կրելու են։ Ես վստահ եմ, որ մենք ունենալու ենք դպրոցներ, որտեղ պատմությանը վերաբերվելու են ոչ թե հայրենասիրական որպես էպոսի, այլ պատմությանը վերաբերվելու են մի գիտության անցյալի մասին, որտեղ չի կարելի խաբել, որը պիտի իմանաս համապատասխան հետևությունների եւ առաջին հերթին քեզ քո պետությունը, քո ազգը ճանաչելու համար։ Այսքանը